Թոշակների բարձրացում նախքան ընտրությունները, հարկերի բարձրացում ընտրություններից հետո։ Ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, դրա փոխարինիչներն ու վառելիքը կթանկանան։ Հունիսի 7-ին հաջորդած կառավարության առաջին որոշումներից մեկը 2027 թվականից ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն է։ Ակցիզային հարկով են հարկվում այն ապրանքները, որոնց սպառումը վնասում է առողջությանն ու շրջակա միջավայրին։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման մի քանի հիմնական պատճառ է առանձնացնում։ Առաջինը այն է, որ որոշակի ոլորտներում կառավարությունը ունի քաղաքականությունը, կարող է պատճառաբանվել, որ ակցիզային հարկը բարձրացնում են, որ ծխախոտները թանկանան եւ դրա հետևանքով նաեւ քիչ տխուրներ լինեն։ Դա մի պատճառ է։ Բայց նաև երկրորդ պատճառը կա, որ հարկերը քանի որ չեն կարող բարձրացնել տարվա կեսին, եւ դա նաև կարող է բավական խառնաշփոթ առաջացնել եւ դժգոհություններ։ Ակցիզային հարկի միջոցով երբեմն եղել են, որ տարբեր կառավարություններ փորձել են նաև իրենց եկամուտները ավելացնել։ Ես կարծում եմ, որ նաև պատճառներից մեկը կարող է լինել արտահանողների սուբսիդավորման ծախսերի կոմպենսացիա։ Այս հարկատեսակի վերանայման երրորդ պատճառը ըստ մասնագետի կարող է լինել այն, որ վառելիքի գների բարձրացմամբ փորձեն նվազեցնել սեփական մեքենաների օգտագործումը, մարդկանց մղելով հանրային տրանսպորտից օգտվելու տարբերակին։ Քաղաքացիների շրջանում այս որոշումը հակասական կարծիքներ է առաջացրել։ Ոմանք դժգոհում են օրեցօր ավելացող թանկացումներից, կան նաև կարծիքներ, որ թանկացումները կնպաստեն առողջության համար վնասակար ապրանքների քիչ օգտագործմանը։ Ոչ ծխում են, ոչ խմում են, ոչ էլ մեքենա ունեն, ման նորմալ։ Էդի քո կյանքին ես ապրում։ Ես դեմ կարծում։ Էդի շատ վատ է, որ ծխախոտը ալկոհոլային խմիչքները բարձրացնում են լինը։ Մարդիկ ստիպված կլեն ամեն տեղ թուփ, ծառ, մար, ինչ որ պետք է օգտագործել։ Ես դեմ կարծում։ Ծխողմարդ երբեք չի դատանից ծխելը։ Լավ չէ, ինչ ասեմ։ Վառելիք բենզինը դա ավելի շատ երևի միջազգային քաղաքական բանով է պայմանավորված, իսկ առհասարակ Հայաստանում ծխախոտն ու ալկոհոլը միառնշանակ որ թանկանա ավելի քիչ կսկսեն երևի օրինակ ծխախոտ ծխել, չնայած ծխողը միշտ էլ ծխելու է, էլի գնի թանկացմանը չի նայելու որոշ պարագայում, բայց ինչ որ մի սեգմենտ կա, որը բան է անելու, սկսելու ավելի քիչ օգտագործել։ Ցանկացած դեպքում ցանկացած գնային բարձրացում են այնքան էլ ուրախ չեմ։ Կարծիքով պոլիտիկա էլ։ Ես տենց մեծ պատկերացում չունեմ ինչ կարա պատճառն է։ Ամբողջ աշխարհն այ մաթանկանում, մենակ ստեղ չի։ Անկան մաթանկանը մեկը շեմ ծխում։ Բնականաբար մարդ իր եկամուտները որ ծախսում է, վատ ազգում էլի։ Եթե նույն բանի համար ես վճարում, ուղղակի բան չի փոխվել, անկախ քեզանից լավ չես զգալու։ Ճիշտ կլինի բարձրացնողին հարցնենք, ո՞նց է բացատրում բարձրացնելը։ Այո, պիտի բարձրանա։ Պիտի բարձրանա։ Բան չի զու։ Դες վերջոատեսությունն էլ չոք է վար ժամանակ դիմանալու։ Ամեն ինչ պետք է թանկանա, բա ինչ եք կարծում, ամեն ինչ պետք է թանկանա։ Ներկայիս կառավարության պոլիտիկայի հետ կապված։ Հաջորդը լինի սովը։ Մեկ է թանկ ավտոներ քշի, որպեսզի այդ թանկ բենզինը մեծ հավայտի չօգտագործի խլամ ավտոների վրա։ Ես որ իմացել եք, բայց լավ չեք տանում, որ թանկացել է։ Ծխող մարդը ոնց Թանկացումներն ըստ տնտեսագետի մեծացնում են նաև շրջանառությունը, որն էլ ավելացնում է շրջանառության հարկ կամ ավելացված արժեքի հարկ, այսինքն անուղղակի ճանապարհով գեներացվում են այլ հարկեր։ Ըստ Մակարյանի հնարավոր է, որ որոշումը կայացվել է ընտրություններից առաջ, բայց նախընտրական շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար չի հանրայնացվել։ Կարող է որոշել է ակցիզային հարկը փոխել, բայց այն ժամանակ նպատակարարում է, որտեղ դա կարող է դժգոհություններ առաջացնել ընտրություններից առաջ։ Թաքցնելի չի, որ բոլոր կառավարություններն էլ ընտրություններից առաջ փորձել են միշտ իրաշահել իրենց ընտրողներին։ Հետևաբար այն գործողությունները, որոնք որ կարող է ազդեին այդ տրամադրությունների վրա, նպատակարարված չէր այդ ժամանակահատվածում իրականացնել։ Երբ որոշումը մտնի ուժի մեջ, մասնագիտական հաշվարկով բենզինի 1 լիտրը կթանկանա միջինը 25 դրամ։ Խորանարդ մետրը մոտ 10 դրամով էլ կթանկանա բնական օդ գազը։ Սպիրտային խմիչների ալկոհոլային ակցիզային հարկը ինդեքսավորվելու է, իսկ կոնյակի ակցիզային հարկը կսահմանվի 4000 դրամ 1 լիտր 100%-անոց սպիրտի հաշվարկով։ Միակ բացառությունը մրգային օղիներն են, որոնց ակցիզը նախատեսվում է նվազեցնել 33%-ով տեղական արտադրությունը խթանելու նպատակով։ Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։